արգարժան բլոգերներից մեկը, ինքը գիտի ես ու մասին եմ խոսում, այն ու մենք հանդիպում ենք կյանքում չի կարող լինել պատահական։ Պետք է գրեմ, դիմեմ, ես նկատի ունեմ այդ կնոջը ու մերժել է սկզբում, ես դա չարեցի, որովհետև ես ժամանակ չունեի այդ բային, իմ մոտիզացումը անջատվեց։ Ես գիտակցեցի իմ մեջ, որ ես շատ կոպիտ սխալ եմ արել, պարզապես ես չեմ կարող նկարագրել, թե իմ հետ ինչ եղավ այդ բային։ Այդ կինը ասաց, որ իր YouTube կանալիքը բացել է իր որդին։ Միթե ձեզ կամ որևէ մեկին, ով հիմա լսում է, սա կարող է թվալ, թե աշխարհում կան պատահականություններ։ Երբեք մի չարացեք, մի ասեք չեմ անի և չեմ օգնի, եթե դուք ունեք այդ հնարավորությունը թեկուզ 1%-ով 100-ից։ Միայն 4 ամիս անվճար տեսանյութ եմ նկար անել։ Մենք հանդիպելու ենք ամեն շաբաթ ուղիղ եթերի շրջանակներում, չէ՞ որ իմ կյանքը լի է հրաշքներով, հավատացեք, ես հավատում եմ դրան, հետևաբար դա այդպես է։ Բարի երեկո ընկերներ, միանգամից ասեմ, որ պատոհանը բացվի ինձ մոտ, կարող է դրսից ձայներ գալ, բայց ոչինչ։ 26 թվական հուլիսի 23-ն է, թե 24-ն է այսօր, էական նշանակություն չունի։ Դուք արդեն գիտեք, որ ես վերադարձել եմ այս ոլորտ կրկին, երկար ժամանակ բացակայեցի, ով տեղյակ չի, ունեմ երկու ալիք, մեկը խոհարարականն է, բարեախորժակը և մյուսը այս ալիքն է, և բուն իմաստը իմ կորելու ավելի ստույգ պատճառը և իմաստը իմ վերադառնալու, ես պարզապես ուզում եմ այսօր ձեզ ներկայացնել, խոսել, հնարավոր է մի քիչ երկար լինի տեսանյութը, պետք է ամբողջությամբ արտահայտեմ բոլոր մտքերս, որոնք հավաքվել են, պատկերացրեք այս 3 ամսվա ընթացքում իմ բացակայության, և միանգամից ասեմ, որ դեռևս մյուս ալիքը բարեախորժակը եթեր չի գնում, ես ամեն ինչ կբացատրեմ մանրակրկիտ, հասանելի, որպեսզի բոլորիդ պարզ լինի։ Գուցե շատերի մոտ իմ հեռանալը առաջացրեց հիասթափություն, հասկանում եմ ձեզ լիովին, ես էլ կհիասթափվեի, եթե ունենայի YouTube-յան մի մարդ, ում հետևում եմ, երկրպագում եմ և հանկարծ առանց որևէ բան ասելու այդ մարդը հեռանում է ասպարեզից, սակայն պատճառը խորքային է։ Բանն այն է, որ անջատվել էր իմ մոնետիզացումը, որը մինչ այս թեպետ և ասում են, որ YouTube-ում մոնետիզացումը միացել է վերջերս, բայց մինչ այդ էլ իհարկե մենք հնարավորություն ենք ունենում մոնետիզացման տեսքով, սակայն ոչ պաշտոնապես և ոչ Հայաստանի Հանրապետության տարածքից որոշ գումար վաստակել մեր աշխատանքի դիմաց։ Բանն այն է, որ որոշ սխալներ անելուց հետո շատ զարմանալի է, որ ես խոսում եմ YouTube-ի սխալներից, քանի որ շատ YouTube-ի սխալ անելուց ներողություն, քանի որ շատ շատերը գիտեն, որ լավ են տիրապետում այս ոլորտին և կան բազմաթիվ բլոգերներ, ումի սրտև անկեղծ ես օգնել եմ և մոնետիզացման հարցում և շատ այլ հարցերում, որոնք հենց հարցեր են եղել, միանգամից ինձ են գրել, ինձ են դիմել, այդ սիրով օգնել եմ և հավատացեք, իմ օգնությունը չի ավարտվում այս վայրկյանից սկսած, այլ շարունակվում է ավելի եռանդուն և մի հետաքրքիր առեղծվածային դեպք պետք է պատմեմ, կապված մոնետիզացման հետ։ Միանգամից ասեմ, որ իմ երկրորդ ալիքը ես ենթարկեցի փորձարկման համեղ վլոգը, զանազան տեսանյութերի տեսքով փոխում է և լեզուները, և թեմատիկան, ես դա արել եմ մի քանի անգամ, 3-4 անգամ, որից վերջինը լրատվական, որոշեցի ինչ-որ լրատվական մի հետաքրքիր մի բան ներկայացնել ռուսերեն լեզվով կարճ տեսանյութեր, թե այն բանի մասին, թե աշխարհում ինչ է տիրում, և ենթագիտակցորեն ես արի ու տես, չգիտեմ կհավատաք թե ոչ, բայց գիտեի, որ այս գործողությունը անելուց հետո իմ ալիքի մոնետիզացումը անջատվելու է, ինձ ստրայք է գալու, դա նշանակում է, որ
ամեն հավանականությամբ մոնետիզացիումը կանջատեն, քանի որ շատ խիստ է այդ ամենը, բայց ես որոշեցի գնալ ի հակադարձ իմ սպասում իմ ներքին ծրարանների եւ ստացա ապտակ այն բանի տեսքով, որ անջատվել է իմ ալիքի մոնետիզացումը բազմաթիվ հեղինակային խախտումների հետևանքով եւ գործեց YouTube-ի չգրված օրենքը, հարգելի ընկերներ, հետևորդներ, համաձայն որի երբ անջատվում է քո մեկ ալիքը եւ դու տվյալ Gmail-ի տակ ունես մի քանի ալիք, անջատվում է նաև մնացած մի քանի ալիքի մոնետիզացումը, այդպիսին է կանոնակարգը։ Մեկ Gmail-ի տակ գործող բոլոր ալիքները ենթակային անջատման, եթե խնդիր է առաջանում, եթե անջատվում է այդ ալիքներից որևէ մեկի մոնետիզացումը հեղինակային խախտման հետևանքով եւ ոչ միայն հեղինակային խախտման։ Ես ձեզ խնդրում եմ հիշեք սա եւ այլևս մեկ Gmail-ի տակ բացեք միայն մեկ YouTube-յան ալիք։ Սկզբում մեկը անջատվեց, մյուսը չանջատվեց, ես մտածեցի, որ պարզապես այդ մեկն է անջատվելու, այստեղ ինձ մոտ սուրճ կա։ Համեղ սուրճ է, բոլոր սուրճերը իդեպ չեմ խմում, հատուկ սուրճի տեսակներ կան, այսինքն մեկ տեսակ, որը ես պարզապես պաշտում եմ, դա վաճառվում է սուպերմարկետներից մեկում, ես անունը չեմ տա, բայց գրեմ, եթե ուզում եք մեկնաբանություն եմ, թե որն է, երրորդ համարի սուրճն է, լավ այսպես կասեմ, կիլոգրամով։ Ինձ թված սկզբում, թե մեկ մոնետիզացումը կանջատվի միայն եւ բարեխորժակին ոչինչ չի լինի, բայց արի ու տես, որ ուղիղ մեկ ամիս անց, նույնիսկ մյուս ամսվա սկզբին, ինձ ծանոթում եկավ, որ համաձայն կանոնների անջատվում է նաև բարեխորժակի մոնետիզացումը, դա 3 ամիս առաջ էր մոտավորապես, անջատվում է 3 ամսով եւ ես կմիանա այստեղ ուշադրություն միայն այն դեպքում, երբ այս համեղ վլոգի 4000 ժամը ես կարողանամ ապահովել, իսկ ես այդ 4000 ժամը այլևս չունեի, որովհետեւ իմ բոլոր ժամերը կոդս էին ցնդել այդ բայից սկսած եւ միայն բարեխորժակի մոնետիզացումը կմիանար այն դեպքում, եթե ես կարողանայի միացնել համեղ վլոգի մոնետիզացումը, պատկերացնում եք ինչ բարդ ֆունկցիա էր դրված իմ առաջ, բայց ես չէի լինի, եթե չմշակեի հատուկ սխեմա, եթե չհավատայի նրան, որ այս ամենը լավ հանգուցալուծման է գալու եւ արի ուտես, որ Աստծո կամքով աստորեն կատարվեց անհնարինը, ես կարողացա գրեթե 1.5 ամսում ապահովել այդ 4 ժամ, 4000 ժամը 0 ժամից բառի սուղ իմաստով եւ սա պարզապես անհնարին է, որովհետև ես կիրառում էի իմ կարծիքով որոշ թաքուն արգելված, այսպես ասած, չէ արգելված, այլ մի փոքր սխալ YouTube-ի կողմից չընդունվող մեթոդներ, ես ինչ էի անում։ Օրինակ, բարեխորժակից տեսանյութեր կար, որ այնտեղից ջնջում էի, բերում էի այստեղ, ես անկեղծ չէի հավատում, որ այդպես կարելի մոնետիզացումը միանար, բայց չէ որ եւ բարեխորժակը եւ այս մեկը այդ բոլորը իմ հեղինակային իրավունքն են եւ ես հենց այսօր բառի սուղ իմաստով լրիվ հանկարծակի Google-ով որոնելիս հասկացա, որ ես կարող եմ կիրառել այդ հնարքը, մինչ այդ ես չէի իմանում դրա մասին եւ փաստորեն տեսնում եք ամեն բան անում էի ներքին ձայնով եւ ճիշտ էի անում, փաստորեն եւ իմ մոնետիզացումը միացավ բարեբախտաբար եւ շատ շուտով կմիանա նաեւ բարեխորժակի մոնետիզացումը ավելի ստույգ օգոստոս ամսին, օգոստոսի սկզբին, ինչի կապակցությամբ շատ շատերիդ ես շնորհավորում եմ, որովհետեւ գիտեմ, որ դուք սպասում եք դրան, այնպես ինչպես որ ես եմ սպասում։ Սակայն ես ուզում եմ մի բան պատմել, այո, միացավ, այո, ամեն ինչ նորմալ էր, բայց մինչ այդ դրան նախորդող իրադարձությունների մասին, այստեղ է ամբողջ իմաստը այս տեսանյութի, քանի որ մինչ այս դեպքերից առաջ մի հիանալի բլոգեր
Որթեկորույս մայր, ով կորցրել էր զավակին ցավալի պատերազմի ընթացքում, խնդրեց ինձ օգնել իրեն մոնետիզացման հարցում և ինչ-ինչ պատճառներից ելնելով ես դա չարեցի, որովհետև ես ժամանակ չունեի այդ պահին, չնայած որ շատ ուզենայի, գուցե կարողանայի գտնել այդ ժամանակը, բայց անկեղծ եմ պատասխանում, ես չարեցի դա և պարզապես հենվեցի այն փաստի վրա, որ ես ժամանակ չունեմ դա անելու։ Անցավ որոշ ժամանակ, այս ակտիվ գործունեություն ծավալեցի YouTube-ում, որից հետո տեղի ունեցավ այն, ինչ ես պատմում էի սրանից առաջ, այսինքն իմ մոնետիզացումը անջատվեց։ Ես չգիտեմ ինչու է դա պայմանավորված, բայց անկեղծ եմ ասում, ես դա կապում եմ մեկը մյուսի հետ, որովհետև ինչ տեղի ունեցավ այս ամենի ընթացքում մինչև իմ մոնետիզացումը միանալը, ինձ դիմեց ևս մեկ բլոգեր, շատ հարգված իմ կողմից, շատ սիրված ձեր կողմից արգարժան բլոգերներից մեկը, ինքը գիտի ես ու մասին եմ խոսում, ես չեմ տա նրա անունը, բայց թողնեմ ներքևում հողումը, դու կարող եք բաժանորդագրվել այդ հիանալի ալիքին։ Մի խոսքով, ընդհանուր մենք ծանոթ ունենք, ինձ գտան, խնդրեցին այս հարցով աջակցել և այլն և այլն։ Մենք ամեն բան արեցինք, ամեն բան Աստծու կամքով ստացվեց։ Ես պատմեցի նրան, որ սենց բան կա, իմ մոնետիզացումը անջատվել է և այլն, անջատված է, խոսքով պատմեցի այս պատմությունը և ինքս որոշեցի, որ պետք է գրեմ, դիմեմ այն բլոգերին, ես նկատի ունեմ այդ կնոջը, ու մերժել է սկզբում, բացատրեմ ինչ է ինչոց էր, ինչու է մերժել և փորձել աջակցել անկեղծ, ի սրտե ինչպես միշտ, ես դա արեցի, ես նրա հետ կապ հաստատեցի, բացատրեցի, ամեն ինչ հասկացանք իրար, ներեցինք իրար, մի խոսքով ես գիտակցեցի իմ մեջ, որ ես շատ կոպիտ սխալ եմ արել և հնչեց մեկ արտահայտություն, միայն մեկ արտահայտություն, որը պարզապես ես չեմ կարող նկարագրել, թե իմ հետ ինչ եղավ այդ պահին, այդ կինը ասաց, որ իր YouTube անալիքը բացել է իր որդին ժամանակին և ինչ է ստացվում, դուք որոշեք ինքներդ, որ իր որդու լուսահոգի որդու բացված YouTube անալիքը, որի մոնետիզացումը անջատվել էր, այդ կինը խնդրել էր, որ ես փորձեի միացնել կրկին և ես չգիտակցաբար և ելնելով ծանրաբեռնված վիճակից, ես հենց այդ պահին ռեստորաններից մեկում խոհանոցում աշխատելիս եմ եղել, հետո լրիվ մոռացել եմ դրա մասին, մի խոսքով ահավոր զբաղվածության ֆոնի հիման վրա, ես ժամանակ չեմ գտել նրան օգնելու և հստակ տեսնում եք ինչ է կատարվում։ Այդ դեպքից հետո եղան արդեն լավ նորություններ, ամեն բան գնաց դեպի լավը, ես չեմ չափազանցնում, իմ ժամերը, իմ 4000 ժամը, որը պետք է հավաքվեր արագ կերպով, սկսեց հավաքվել շատ արագ կերպով ինձ իր հետ խոսելուց հետո։ Միթե ձեզ կամ որևէ մեկին, ով հիմա լսում է, սա կարող է թվալ, թե աշխարհում կան պատահականություններ։ Ոչ չկան և չեն կարող լինել։ Այն ինչ տեղի ունենում մեր շուրջ,
չունի որևէ պատահականություն, սա հիշեք։ Այն, ու մենք հանդիպում ենք կյանքում, չի կարող լինել պատահական։ Եվ դրա համար այսպես սկսած ես հորդորում եմ բոլորիդ, ինչով որ հնարավոր է, աջակցել և օգնել դիմացինին։ Երբեք մի չարացեք, մի ասեք չեմ անի և չեմ օգնի, եթե դուք ունեք այդ հնարավորությունը թեկուզ 1%-ով 100-ից։ Ես ձեզ ներկայացրեցի, պատմեցի, հենց սա, և այս օրինակի վրա դուք էլ հասկացեք, թե ինչ է պետք անել ձեզ կյանքում լավ բաների հասնելու համար։ Այսքանն էր իմ պատմությունը, թե ուր էի գնացել, ուր էի կորել, ինչու չկայի, հասկացաք ինչու չկայի և հավատացեք նրան, որ ես կարող եմ նույնիսկ անվճար ձեզ համար աշխատել, բայց միթե դուք իմ փոխարեն կվարվեիք այդպես, ու անկեղծ հարց եմ տալիս, չէ՞ որ ձեզնից յուրաքանչյուրը ով հիմա դիտում է այս տեսանյութը իր ներսում ցանկանում է լինել գնահատված և չգնահատված և հիասթափված լինելու պարագայում պարզ է, որ ոչինչ էլ չի ձգտի կյանքում, չէ՞, հա, իհարկե, չէ՞ որ դա իմ ճանապարհի ամենասկիզբը չէր, ես 7 տարի է այս ոլորտում եմ և դա իմ սկիզբը չի, որ ես քրտնաջան աշխատեմ, ես այդ ամենը հավատացեք արել եմ, ես միայն 4 ամիս ամենասկզբում իմ գործունեության ամենասկզբում երբ դեռ բացում էի բարեխորժ գալիքը 7 տարի առաջ միայն 4 ամիս անվճար տեսանյութ եմ նկար անել, հավատալով նրան, որ ինչ-որ բանի մի օր կարող եմ հասնել և այն ժամանակը և հիմքվա ժամանակը դա նույնը չէ, դրա համար ես իրավունք ունեի ինձ վերապահելու, բացակայել և ոչինչ չանել 3 ամիս, հասկանում եք, փորձեք ըմբռնել այս ամենը, հասկանալ այս ամենը, ինչ ես ասում եմ և ընդունելի գիտություն, որ ես աշխատում եմ ձեզ համար մեծագույն սիրով, բայց իմ լավագույն գնահատականը դա ձեր անկեղծությունն է իմ հանդեպ, ձեր դիտումներն են, ձեր անկեղծ հավանություններն են, ասեք մեկ դեպք, երբ ես այս տարիների ընթացքում ստիպել եմ ձեզնից որևէ մեկին կամ բաժանորդագրվել, կամ լայք դնել, կամ ձայն տալ իմ օգտին և այլն և այլն և այլն։ Նման բաներ չեն եղել և երբեք չեն լինելու և առաջիկայում արդեն ես նոր գիծ եմ մտցրել իմ 2 ալիքների մեջ։ Մենք հանդիպելու ենք ամեն շաբաթ ուղիղ եթերի շրջանակներում մի քանի ժամով, սկզբում դա կլինի հեռախոսով, հիմա ես պատվիրել եմ անհրաժեշտ բոլոր սարքերը, լինի դա տեսախցիկը, մնացածը հատուկ ծրագիր եմ ներբեռնել, որպեսզի իմ և ձեր ուղիղ եթերները լինեն շատ հետաքրքիր, փոխադարձ հարցերով լի, դուք կարող եք ուղղել ձեր հարցերը ինձ, ես մեծ սիրով կպատասխանեմ բոլոր հարցերին ինչպես միշտ և ինչպես միշտ առաջարկում եմ միանալ իմ ուղիղ եթերին, այս անգամ այդպես։ Դե ինչ, այսօրվա համար այսքան, ասեմ, որ բարեկամներիցս մեկն ինձ ուղարկել է մանկության տեսանյութերը, երբ շատ փոքրիկ էի, 3 տարեկան, 4 տարեկան և ես պատրաստվում եմ առաջիկայում մի փոքրիկ ֆիլմ նկար անել իմ մասին, պատմել իմ մասին, ինչպիսին եմ ես եղել սկսած փոքր տարիքից մինչ մեծը, ներկայացնել տեսանյութեր, փաստորեն ես դրանք ունեմ, այդտեղ է հրաշքներ տեղի ունենում, չէ՞ որ իմ կյանքը լի է հրաշքներով, հավատացեք, ես հավատում եմ դրան, հետևաբար դա այդպես է։ Մեր կյանքը այնպիսին է, ինչպիսին է, որ մենք հավատում ենք դրան, հիշեք այս աքսիոման, սա օրինականություն է, սա պարզ մոդելավորում է ներողություն, որը չգիտես ինչի շատ շատերից թաքցնում են կամ շատ շատերը չեն կիրառում, այնպես որ ուղարկում եմ ձեզ ինչպես միշտ ի սրտե լույս,
Եվ սպասումներ իմ նոր տեսանյութերի վերաբերյալ նրանք էլ ավելի հաճախակի են լինելու եւ նորը եւ հինը ես բոլորը միացրել եմ այսպես իրար եւ դարձրել եմ մեկ գեղեցիկ ընդհանուր մի համակարգ սիստեմ, որը միտված է միայն մեկ բանի՝ աջակցելու ձեզ, ուրախացնելու ձեզ, հանգստացնելու ձեզ եւ այսքանը այս տեսանյութի շրջանակներում ես սուրճը խմեմ, մեր բլոգերների շրջանակներում ընդունված է սուրճ խմելով զրուցել ձեզ հետ, հավատացեք մենք սուրճը մեզ հետ չենք խմում, մենք սուրճը ձեզ հետ ենք խմում, այլապես մենք չենք զրուցի ձեզ հետ սուրճ խմելով, ես հավատում եմ, որ մի օր երբ ես կազմակերպում եմ ֆան հանդիպում, ֆան բառը ես չեմ սիրում, բայց ես կիրառեցի այդ անվանումը, երկրպագուների, հետևորդների, իմ ստեղծագործական աշխարհը գնահատողների հետ հանդիպում կազմակերպելու ժամանակ, ես հավատում եմ, որ մենք սուրճ խմենք արդեն միասին, արդեն մեկ վլոգի շրջանակներում, այլ ոչ թե ես այստեղ, իսկ դուք այնտեղ։ Շնորհակալություն, մինչ նոր հանդիպում, շատ շուտով կհանդիպենք, ամեն բան լավ է լինելու ձեր կյանքում, հավատացնում եմ, մնում է դուք դրան հավատաք, մինչ նոր հանդիպում։